Շատ հաճախ տղամարդիկ իրենք են դժվարանում պատասխանել այդ հարցին, ինչու են իրենց բարոյական, գեղեցիկ, ազնիվ կնոջը, երեխաների մորը, տանտիկնոջը թողում եւ վազում իրենց ոչ այդքան գուցե արտակնապես մեր կարծիքով ոչ գեղեցիկ, բայց իրենց կարծիքով շատ հմայիչ սիրուհու մոտ։ Շատ հաճախ որպես մասնագետ եմ դա կարող ասել, որ մի քանի անգամ երբ որ ես փորձեցի ոնց որ խորանալ երևույթի մեջ, հասկանալ պատճառ, օրինակ ինչի է տղամարդը թողում ընտանիքը, կնոջը, երեխային ու վազում սիրածի մոտ, շատ դեպքերում հասկացա տղամարդը ինքն էլ չգիտի եւ հետաքրքիր արգումենտներից էր համարվում հիմնականում նմանատիպ բաների ձգտում են այն տղամարդիկ, ովքեր շատ կայացած են իրենց ոլորտում, գրեթե ամեն ինչ ունեն, գործ, աշխատանք, բիզնես, մեքենաներ, տուն եւ այլն, եւ իրենց հետաքրքրությունների շրջանակը զարգացնելու եւ ժամանակ առ ժամանակ սեռական կյանքում որոշակի փոփոխություններ մտցնելու համար, այսպես ասված, գնում են իրենց ընկերուհիների կամ սիրածների մոտ, որտեղ որ սեռական կյանքում շատ կարող են իրենց թույլ տալ ավելին, քան որը որ չեն կարող տանը թույլ տալ։ Բայց ասեմ ձեզ, դա ոչ բոլոր դեպքերում է, դե դուք հասկանում եք, ես ինչի մասին եմ խոսում, սեռական կյանքը մեր երկրում ունի տրադիցիոնալ եւ ոչ տրադիցիոնալ տարբերակներ, ոչ տրադիցիոնալ տարբերակներից ամուսնական զույգերը հիմնականում չեն օգտվում, բայց տղամարդիկ շատ հաճախ ունենալով նմանատիպ ցանկություններ եւ պահանջներ ու ֆանտազիաներ փորձում են այդ ամեն ինչը բավարարել դրսում։ Բայց ես ուզում եմ նաեւ մի կարեւոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, ինչը նույնպես շատ առկա է մեր հայ ընտանիքներում, ինչքան էլ միայն կնոջ գեղեցկությունը, միայն նրա լավ մայր լինելը, նրա միայն, չգիտեմ, լավ տանտիկին լինելը, լավ մարդ լինելը եւ այլն, եւ այդ բոլոր հատկանիշները ոչ բոլոր դեպքերում են, որ տղամարդուն բավարարում են, որովհետեւ կինը պետք է լինի նաեւ հմայիչ, կինը պետք է նաեւ ինտրիգա ստեղծի, կինը պետք է նաեւ սեքսուալ լինի։ Եվ մենք հաճախ ինչ ենք նկատում մեր հասարակության մեջ, կինը չի հետևում իր արտակինին, չի հետևում իր խնամքին, ես հասկանում եմ եւ ընդունում եմ հոգսերը, խնդիրները ընտանիքը։ Հարգելի կանայք, պետք է նաեւ հետևողական լինել սեփական արտակինին, զբաղվել խնամքով, գնահատել սեփական անձը եւ սիրել սեփական անձը։ Չնայած այս պարագայում ինձ թվում է նաեւ սա այս նախադասություն կարելի է ուղղել բոլորին անկախ սեռից։ Տղամարդիկ էլ պետք է զբաղվեն իրենց արտակինով, խուսափելու համար ավելնորդ քաշից եւ ճարպակալումից, որը ձեզ ինչքան էլ որ թվա հաճելի է ձեր կողակցին, բայց եկեք անկեղծ լինենք, դա ոչ մեկին հաճելի չի։